Եվ երբ ժամը հասավ, սեղան նստեց և 12 առաքյալներն էլ իր հետ։ Եվ նրանց ասաց. «Հույժ ցանկացա այս Պասեքի ընթրիքը ուտել ձեզ հետ, քանի դեռ չեմ չարչարվել»։ Ավետարան ըստ Ղուկասի։ Փրկիչն իր խաչելությունից առաջ աշակերտներին հայտնեց, որ ինքը պետք է չարչարանքներով մահվան դատապարտվի, որով աշակերտներին ևս նախապատրաստում է առաջիկա տագնապալի իրադարձություններին։ Նա ասում է. «Ահավասիկ Երուսաղեմ ենք բարձրանում, և մարդու որդին պիտի մատնվի քահանայապետերին և օրենսգետներին, և նրան մահվան պիտի դատապարտեն ու նրան հեթանոսներին պիտի մատնեն ծաղրվելու, ծեծվելու և խաչը հանվելու համար, սակայն նա երրորդ օրը հարություն պիտի առնի»։ Հիսուսի այս խոսքերը պարզորոշ ցույց են տալիս, որ նրան հայտնի են իրեն սպասվող չարչարանքների մանրամասները։ Եվ ինչպես կարելի է չզարմանալ Փրկչի անսահման սիրո վրա։ Ով է տեսել կամ լսել, որ մարդը աչքի առաջ ունենա այսպիսի սարսափելի չարչարանքներն ու մահը, բայց և իր վերջին րոպեներին սիրո և մտերմության ձգտում ունենա դեպի իր մտերիմները։ Իրոք սա անհասկանալի սեր է, որ պետք է բոլորին զարմացներ։ Բայց որքան քիչ ենք մտածում այդ սիրո մասին և որքան անտարբեր ենք դեպի այդ սերը։ Իրականում իրենց քրիստոնյա համարողների մեծ մասը, լսելով կամ կարդալով Փրկչի դեպի մեզ ունեցած սիրո մասին, նրա արյունոտ հանդերձի, փշե պսակի, նրա սուրբ արյան և վերքերի մասին, այդ ամենն ընդունում են որպես սովորական մի բան։ Կարեկից և վշտակից չլինելով իրենց մեղքերի համար խաչի վրա տառապող և մեռնող Աստծո որդուն, այդ հոգիներն ունակ չեն զղջման և ապաշխարության։ Անապաշխար այս հոգիները ոչ մի ակնկալիք և հույս չպետք է ունենան աստվածային ողորմության և փրկության։ Ով թշվառներդ, ինչու եք այդքան անտարբեր դեպի այս անչափելի սերը։ Մի՞թե չեք մտաբերում այն սարհուրելի դատապարտությունը, որ թափվում է նրանց գլխին, ովքեր անզգա են դեպի Փրկչի սերը։ Պողոս առաքյալն ասում է. «Եթե մեկը չի սիրում Տեր Հիսուսին, նզովյալ թող լինի»։ Դուք ինչպես կարող եք այսպիսի դատապարտությունը տանել։ Աստվածավախ մարդիկ, ովքեր նախանձախնդրորեն ջանում են քայլել Աստծո ճանապարհով, այս խոսքերը լսելիս դողում են, խոստովանելով, որ Աստծուն ամբողջ սրտով սիրելու ունակություն չունեն։ Նրանք գիտեն, որ Աստծուն ամբողջությամբ նվիրվելու իրենց ջանքերն իզուր են անցնում, բայց հավատում են, որ Աստծո սերն այնքան մեծ և զորեղ է, որ հաղթում է իրենց տկարություններն ու թուլությունները։ Նրանք գիտեն, որ իրենց պաղ սրտից բխած մրմունջը Աստված սիրով է լսում, երբ խոնարհաբար խոստովանում են իրենց անկատար լինելը։ Տեր Հիսուս, նախահավիտյան Աստծո որդի, դու, որ մեզ մինչև մահ սիրեցիր, Տեր, այդ սիրույթ ինչով արժանացանք։ Դու այնքան ուժգին մեզ սիրեցիր, որ մեզ համար հանձն առար ծաղր ու ծանակը, անարգանքն ու չարչարանքը։ Քո սերն անսահման մեծ է, իսկ իմ սիրտն այնքան փոքր է, որ չի կարող այդ սերն իր մեջ ամփոփել։ Քո սերն այնքան վեհ ու վսեմ է, որ մենք ողորմելիներս, թույլ արարածներս չենք կարող ըմբռնել և գնահատել այն։ Տեր, տուր ինձ քեզ անմնացորդ նվիրվելու շնորհ։ Իմ ուրախությունը և հոգուս խաղաղությունը միայն քո մեջ եմ փնտրում, ով իմ Աստված։ Ընդունիր ինձ, Տեր, քո երկնային արքայության մեջ, որպեսզի ես էլ այն ուրախությանը մասնակից լինեմ, որ պատրաստել ես քեզ սիրողների համար, որպեսզի ես էլ հագենամ քո առատ ողորմությամբ, որ քեզնից կյանքի աղբյուրից ստե բխում։ Ամեն։